Հարգելի պատվիրակներ, ներկայացնում եմ կուսակցության կանոնադրական փոփոխությունների փաթեթը, որը նպատակ ունի արդիականացնել կառույցը, ամրապնդել կադրային և գաղափարական աշխատանքը և բարձրացնել կազմակերպչական արդյունավետությունը։ Պայմանական ես կբաժանեի առաջարկությունները 6 խմբի։ Առաջին խումբը կառավարման կառույցի բարելավումներ և ամենակարևոր կառուցվածքային փոփոխությունը առաջին տեղակալի պաշտոնի ստեղծումն է։ Առաջին տեղակալը կաջակցի նախագահին, նրա լիազորությունների իրականացմանը, կհամակարգի ոլորտները, կկազմակերպի հանձնաժողովների աշխատանքը և կապահովի մյուս տեղակալների փոխգործակցությունը։ Սա նաև թույլ կտա ավելի արդյունավետ բաշխել պատասխանատվությունը և ինչը ոչ պակաս կարևոր է, ապահովել կառավարման անընդհատությունը։ Երկրորդ խումբը վերաբերում է քաղաքական դպրոցին և կադրային զարգացմանը։ Կանոնադրությամբ ամրագրվում է Անդրանիկ Մարգարյանի անվան քաղաքական դպրոցը որպես կուսակցության կրթական, գաղափարական և կադրային պատրաստման կանոնադրական մարմին։ Դպրոցը պատասխանատու կլինի կուսակցականների և այլ հետաքրքրված անձանց քաղաքական կրթության համար, պահպանողական գաղափարախոսության տարածման համար, կադրային ներուժի ձևավորման և զարգացման համար և առաջնորդական կարողությունների զարգացման համար։ Երրորդ խումբը հանձնաժողովների համակարգը։ Ավելացվել է ամբողջական բաժին հանձնաժողովների մասին, որպես ոլորտային խորհրդատվական և ծրագրային աշխատանք իրականացնող մարմիններ։ Հանձնաժողովները կմշակեն կուսակցության տեսակետները համապատասխան ոլորտների վերաբերյալ, կնախապատրաստեն ծրագրային և վերլուծական փաստաթղթեր, կապահովեն մասնագիտական ներուժի համախմբումը և առավել կարևոր է, որ մենք հանձնաժողովները պետք է ձևավորենք այնպես, որպեսզի ծածկվի պետական կառավարման և հասարակական կյանքի հիմնական բոլոր ոլորտները։ Չորրորդ խումբը վերաբերում է տեղային կառույցների ճկունությանը։ Սկզբնական կազմակերպությունների ստեղծման պահանջը նվազեցվել է 15-ից 7 անդամի։ Սա կհեշտացնի մեզ նոր կազմակերպությունների ստեղծումը, կընդլայնի տարածքային ցանցը և թույլ կտա ավելի արագ արձագանքել տեղական պահանջներին։ Հինգերորդ խումբը վերաբերում է գործադիր մարմնի ընտրության կարգին, փոփոխվել է, ավելի հստակեցվել է ձևակերպումը, որ եթե ուղենիշային թիվը գերազանցող թեկնածուներ են ստացել ձայների կեսից ավելին, ապա ընտրված են համարում ամենաշատ ձայներ ստացած ուղենիշային թվով թեկնածուները, ինչպես նաև նրանք, ովքեր վերջին տեղում գտնվող անդամի հետ հավասար ձայներ են ստացել։ Եվ վերջապես 6-րդ խումբը խորհրդի կազմի ընդլայնումն է, ամրագրվել է, որի պաշտոնը խորհրդի կազմի մեջ են մտնում նաև քաղաքական դպրոցի տնօրենը և հանձնաժողովների նախագահները։ Կատարվել են մի շարք այլ նվազ կարևոր փոփոխություններ, դուք ամբողջ փաթեթը կարող եք տեսնել ձեր մոտ, և համագումարի ընթացքում հնչել է մեկ առաջարկություն, արդեն ներկայացվել է մեկ առաջարկություն, խոսքը վերաբերում է պատվիրակների ընտրության հարցին, առաջարկությունը հետևյալն է, որ պատվիրակները հետայսու պետք է ընտրվեն շրջանային խորհուրդների կողմից։ Այսքանը հարգելի գործընկերներ, առաջարկում եմ կողմ քվեարկել, վերապահելով իրավասություն անհրաժեշտության դեպքում կատարելու խմբագրական, ոչ բովանդակային փոփոխություններ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան։ Հարգելի պատվիրակներ, ձեզ ներկայացվեցին ՀՀԿ նախագահի հաշվետվությունը, Վեստուգիչ հանձնաժողովի հաշվետվությունը և կանոնադրական փոփոխությունները կատարելու առաջարկները։ Այժմ անցնենք քննարկումներին։ Ելույթի համար խոսքը տրվում է Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովին։ Խնդրում եմ Սուրովյանին։